Հարկ Տիրոջը շարունակենք մեր փնտրումները, թե չէ, ուրեմն մի երեխա դպրոցից գալիս է տուն, երեկոյան նստում է, որ դասերը պատրաստի, ինչ-որ մի հատ խնդիր է ունենում, վերցնում է գիրքը, եթում է հոր մոտ, ասում է, պա, մի հատ օգնի, այստեղ չեմ կարողանում, էլի լուծեմ, ասում է, ինչ է եղել, տղա ջան, ասում է, ուզում եմ ես X-ը գտնենք, արա ասում է, այդ X-ը չեն գտել, մեր ժամանակներից մարդ են գալիս դրա, հմի X-եր կան, որ մեր համարը այս ժամանակների համար, իսկ մեզից առաջ էլի մարդիկ այդ X-երը միշտ փնտրել են, ուրեմն X-երը կան, բայց պետք է փնտրենք, որ լուծում տանք դրան։ Մենք կանգ առանք, որ հավատքը առաջի քայլն է մեր կյանքի, ֆունդամենտն է մեր հոգևոր տան հիմքն է, որի վրա կառուցվում է մնացած ամբողջ կառույցը, դա շատ կարևոր էր։ Եվ որևէ գործ հաջողեցնելու համար մեզ պետք է ջանք գործադրել։ Այդ երկու կետերի վրա մենք կանգ առանք բավականին, որ ջանք գործադրել, նույնիսկ գրված է ամենայն ջանք գործադրելով, այսինքն ամեն տեսակի ջանք գործադրելով ձեռք բերեք այս բաները։ Եվ առաջի քայլը, որը կար, մենք պետք է կանգ առնենք այսօր, դա առաքինությունն է։ Ամեն ջանք գործադրելով ձեր հավատքի վրա ավելացրեք առաքինություն։ Առանց առաքինության հավատքը դառնում է ոչ մի բան։ Բայց առանց հավատքի էլ չես կարող դու ունենալ այն առաքինությունը, ինչի մասին խոսում է Սուրբ Գիրքը։ Հիմա եթե մի հարց տամ, բայց մտքի մեջ պատասխանեք, էլի։ Ո՞վ է ձեր մեջ առաքինի։ Ինքը իրան ասում, ես առաքինի մարդ եմ։ Մի ինձ թվում է, թե 99%-ը ասեց, իհարկե ես, բելով պետք է առաքինի։ Բայց եթե մենք ուզում ենք իմանալ ինչն է առաքինի լինելը, մենք կանգ առնենք որոշակի հարցերի վրա, որովհետև առաքինությունը դա ընդամենը այն բարոյականը չէ, որի մասին մենք հասկանում ենք, շատերն այս բարոյական իմաստով են հասկանում, թեկուզ բարոյականությունը մտնում է առաքինության հատկանիշների մեջ, բայց միայն բարոյականությունը չէ, այն ավելի խորը լայն ասպեկտ ունի։ Ամեն ջանք գործադրեք, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել հաջորդ քայլը։ Ռուսերենում առաքինություն բառը, ռուսերեն աստվածաշնչում գրած է «Добродетельный». Այստեղ որ նայում ես, ավելի շատ բարեգործ է նշանակում։ Բարեգործ։ Առաքինության մեջ մտնում է բարեգործությունը, նաև մտնում է բարեգործությունը։ Սա դորից հատկանիշ է։ Հիմա ես եթե ուզում իմանամ, ես առաքինի մարդ եմ, այդ հատկանիշներից մեկը, բայց ես բարեգործ մարդ եմ։ Մարդը եթե բարեգործ չի, այսինքն քո առաքինությունը խեղված է։ Այն առաքինություն չի լինում, լիարժեք չէ։ Այն իր մեջ ունի ազնվություն։ Առաքինություն նշանակում է նաև ազնվություն։ Ազնիվ գիտեք, չէ, ինչ է նշանակում։ Ես կարծում եմ նույնիսկ անգամ մի ժամանակ որ խոսում էին ազնվականների մասին, չէ, ասում են ազնվական ընտանիքից է։ Կարծում եմ այդ ազնվականը ազնիվ բառի հիման վրա է առաջացել, այսինքն մարդիկ, որոնք բարեկիրթ էին, բարձր դասի մարդիկ էին համարվում։ Մենք որպես քրիստոնյաներ պետք է լինենք եւ բարեկիրթ եւ բարձր դասի մարդ, ավելին բարձր, քան մեր շրջապատի մարդիկ, մեր հատկանիշներով։ Այլապես եթե անավատը քեզ գերազանցում է իր առաքինությամբ, բա քո առաջընթացը ինչի մեջ է։ Այսօր մենք կարող ենք նաև ընդունել բարի վարք ունեցող մարդ։ Օրինակ, մեր աշակերտ կարող է դպրոցում բոլոր առարկաներից 5 ստանա, բայց վարքը 2։ Օրինակ, ինձ ու Հայկին, որ վարքից 2 կարող է տնեին, որտեվ սովորում էինք, բայց խանգարում էինք համել դասերը։ Այսինքն վարքով էլ մենք պետք է բարձր լինենք։ Կամ մարդու դրական բարձր հատկանիշ, մեր լեզվով ասենք մեծատառով մարդ, հեչ ասում եք, բայց ես մարդը մեծատառով մարդ է։ Այսինքն նա սովորական մարդ չէ, բարձր է իր հատկանիշներով մնացած բոլոր մարդկանցից։ Սա առաքինության դրսևորումների մեջ է մտնում։ Նաև ինչու՞ չէ, բարոյական կատարելության ասած մարդ, որը աստվածահաճո է եւ ապրում է մաքուր կյանքով։
Սա նորից նույն առաքինության հատկանիշներից է։ Այսինքն ստացվեց, որ առաքինությունը հագին ավելի շատ բան է, քան հավատը ուղակի։ Հավատում ես, լավ ես անում, հավատում ես, որ Աստված կա, ապրես։ Ասում եմ, բայց դևերն են հավատում, որ Աստված կա։ Նույնիսկ սարսափում են ու դողում Աստծուց։ Բայց առաքինի դև տեսած կաք, չի կարող լինել այդպիսի բան։ Ուրեմն այդպես էլ եթե մենք մեր հավատի վրա ավելանում է առաքինությունը, արդեն սա առաջ քայլը դեպի այն պտուղը, որի մասին մենք շարժում ենք, որ հասնենք դրան։ Մտնում է բարեպաշտություն, այստեղ ինչպես մենք ասենք բարեգործություն, նաև բարեպաշտություն կամ արժանապատվություն։ Առաքինի մարդը ունի արժանապատիվ վարքագիծ։ Ռուսերեն ասում են դաստոյնի, դաստոյնստվը։ Արժանապատվությունը հպարտությունը չէ, գոռոզությունը չէ։ Մենք պետք է լինենք արժանապատիվ, բայց ոչ հպարտ։ Չպետք է, որ մենք ցածրանանք այն աստիճանի, որ մեր արժանապատվությունը տրորեն մարդիկ։ Որովհետև եթե դու արժանապատվություն չունեցար, քո խոսքն էլ հարգանք չի ունենա եւ ընդունելություն չի ունենա։ Օրինակ, որ ովքեր ծանոթ են կամ եղել են բանտում, այնտեղ բանտարկյալների մեջ կա այսպեսի մի բան, արժանապատվություն հասկացողությունը։ Կարող են նրանք շատ հարցերի մեջ հանցագործ մտածելակերպ ունենան, բայց արժանապատիվ եթե չեղար, այնտեղ քեզ ոչ մեկը չի արի, ոտի կողան կդառնաս, կտրորեն կանցնեն քո վրայով։ Այսինքն քրիստոնյա լինելով հանդերձ, որ դու եղար այնտեղ, դու պետք է նաև կարողանաս պաշտպանել քո արժանապատվությունը, որ քո խոսքը դառնա ընդունելի։ Որպեսզի մենք ավելի պատկերացնենք արժանապատվությունը, ուզում եմ մենք կանգ առնենք Աստվածաշնչի ամենալավագույն օրինակի վրա, Առակաց 31-րդ գլխի, որտեղ խոսում է առաքինի կնոջ մասին։ Ճիշտ է, այստեղ առաքինի կնոջ մասին է խոսում, բայց կարծում եմ նաև կարևոր է առաքինի տղամարդ լինելը։ Եթե առաքինի կին կա նաև առաքինի տղամարդ։ 10-րդ խոսքից սկսեմ կարդալ, որովհետև 10-րդ խոսքից է սկսում առաքինի կնոջ մասին խոսել։ Առաքինի կին ով կգտնի, որովհետև նրա գինը շատ ավելի բարձր է, քան գոհարը։ Այստեղ չի ասում, որ ճամփին թափած է, էլի, պետք է առաքինի կին, ելի դե մի տեղից վերցնես կգա։ Չի ասում, ով կգտնի առաքինի կին, որովհետև նրա գինը գոհարներից ավելի արժեքավոր է։ Այսինքն քիչ են նրանք, թանկարժեք են նրանք, գնահատելի են նրանք։ Ամեն տղամարդու բախտը չի բերում, որ իր կինը լինի առաքինի։ Հիմա ես որ կարդամ, երևի բոլոր եղբայրները կսկեն իրանց մտքի մեջ ստուգել, էլի, անենց տեստ անցկացնել իրանց կինը սրանց որ մակարդակի վրա, բայց չէ թաքտունը կռվի գցեք, որովհետև բավականին բաներ կա, որ կարող է չգտնեք։ Գոհարը թանկարժեք քար է։ Երբեմն այն համեմատում է մարգարիտի հետ։ Մարգարիտներ են երբեմն գոհար անվանում։ Գոհարը ես նայեցի, չեմ կրակում ինձնից, էլի։ Գոհար նշանակում է արժեքավոր եւ փայլուն։ Մարգարիտ նշանակում է մաքուր ու բնական։ Իր բացատրությունը մեր լեզվով։ Լեստեղ այդ կնոջ վրա դնեմ այս հատկանիշները։ Մեկը ասի իմ կինը թանկարժեք է, շողշողուն, արժեքավոր ու փայլուն, մաքուր ու բնական։ Այ քեզ բան, ահագին ընկանք դժվարության մեջ։ Մի հատ էլ ասեմ, թանկարժեք, շողշողուն, փայլփլում է, ինքը մտնում փայլը հետն է մտնում տուն։ Արժեքավոր է, չէ՞, մաքուր ու բնական, առանց արհեստական, այդ ինչ են ասում, այդ որ կսում են դեմքին, շպար, առանց այդ գաճի, առանց այդ գիպսոնիտի։ Ահա, ուրեմն ասում եմ ստեղ, որ գոհարից թանկ է, ով կարող է այն գտնել։ Հաջորդ ասում է ամուսնու սիրտը վստահ է նրա վրա եւ նրան պակաս չի լինի շահը։ Այսինքն ամուսնու սիրտը չի կասկածում երբեք նրա որևէ բանի վրա։ Վստահելի անձնավորություն է։ Ոնց որ ասեն քո լատարեն շահել է, օգտակար է բոլոր առումներով։ Այսինքն որ առաքինի կինը իր բոլոր հատկանիշներով ցույց է տալիս, որ դու ասում ես, ինչ ասեմ, ինչ մարդ ես, ամեն ինչ գտած մարդ ես։ Ահա։
Շարունակենք, հաջորդն ասում է նա իր ամուսնուն բարիք է բերում, ոչ թե չարիք, իր կյանքի բոլոր օրերին։ Եթե այստեղ ասում է իր ամուսնուն բարիք է բերում, ոչ թե չարիք, նշանակում է կան կանայք, որ իրանց ամուսիններին չարիք են բերում, ոչ թե բարիք։ Կան, էլի, դուք լինեք ականատես այնպեսի ընտանիքների, որ դժբախտություն է այդպեսի կին ունենալը, կամ ամուսին էլ, խնդիր չէ, այդպեսի ամուսին ունենալը դժբախտություն է։ Բայց մարդիկ պետք է հարմարվեն, հառաչելով ապրեն իրար հետ, որովհետև այդ գոյություն չունի իրենց ընտանիքում։ Առաքինի կնոջ ներկայությունը խաղաղություն է բերում տանը եւ ոչ թե կռիվ։ Տեսել եք խաղաղասեր կանանց։ Ինչ ասում ես, սիրուն խաղաղությամբ հաշտվում են, համաձայնվում են, հարմարվում են, առաջ են տալիս քեզ։ Տեղը տալիս են քեզ, խոսքը քեզ, որոշումը քեզ, ցանկությունը քեզ, կատարումը ինձ։ Կան այդպեսի կանայք, կլնեն, քիչ, բայց կլնեն։ Իսկ առակած գիրքը չի մոռանում նաև ասել, որ կա նաև կռվասեր կին, եւ ասում է ավելի լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե կռվասեր կնոջ հետ մի հարկի տակ։ Պատկեր ասում եք, ինչ դաժան է, ասում է, ես կրիշի մեջ մի հատ անկյուն մտնես, շատ ավելի լավ է, քան թե այն կնոջ հետ, որ ամբողջ օր ամեն հարցով, ամեն առիթով մենակ մի բան փնտրում ա, որ ասի, խոսա, կոտ կտա, փնվտա, բան սարքի։ Ինչ ուզում ես արա, մեկը բանկ սարքի։ Տունը բան չբերես, կռիվ սարքի։ Բան բերես, էլի կռիվ սարքի։ Աչես շատ բերի։ Ես ոնց որոշեմ շատ ու քիչը, որովհետև մեկը դու դժգոհ ես։ Այն թակավորի պես, որ թակավորը, որ իր ոտը իր յուրղանի չափ չի պարզում, չէ՞, հիշում եք այդ պատմությունը։ Բայց չի պոտ ապետ ոտին քաշել, որ ոտը քաշի իր տեղը։ Հա։ Ես հիշում եմ մի եղբայր պատմում էր իր մոր մասին, շատ հետաքրքիր վկայություն էր տալիս, ասում է իմ մամաս յուրահատուկ կին ա եղել։ Ոնց որ իմ մայրը ապրեր իմ հոր համար։ Իմ մոր համար տան արժեքը իմ հերն էր։ Միշտ նրա կողքին, միշտ դրա սրտով, ամեն հարցում, գիշեր ցերեկ։ Ասում եմ, ես կին չեմ տեսի աշխարհում։ Իմ մայրս այդպես էր։ Հալալա, ինչ ասեմ, եթե իր ամուսինն էլ է իր կնոջ մասին այդ կարծիքին եւ կինը այդպեսին է, սա առաքինի կնոջ մասին է խոսում։ Մի ընտանիք կար, ես մեր եղբայրներից մեկի հայրն էր։ Ինքը հետաքրքիր մարդ էր, որ գալիս էր աշուն, հիմա հոկտեմբեր ամիսն ենք, չէ՞ մենք։ Հոկտեմբերից մտնում էր անկողին, լրիվ հանվում մտնում էր անկողին, որ քննելուց ոնց էր մտնում, մինչև մայիս։ Լուրջ եմ ասում, ես ամբյոնի վրա սուտ չեմ խոսի։ Դե կարող ամիսներով մեկի ճոխ խծրեմ, բայց այդպես աշունը մտնում էր անկողին, գարունն ելնում էր։ Դե գարունն էլ մարտին մի անգամ չի տաքանում օրերը։ Ապրիլ մայիսին դուր կարգին տաքանում է։ Եվ այդ ընթացքում իր կինը, ես տեսել եմ ծանոթ եմ իր կնոջն էլ, մեծ ասակ մարդ էր, մոտ 80 քանի թե 90 տարեկանի մոտ։ Իրակին այդ ամբողջ ընթացքում այդ 3 ամիսա, 4 ամիսա, 6 ամիս այդ արճիքում որ պետք է մտներ, պետք է սպասարկեր իրան, ամեն ինչով։ Դա էլ հետաքրքիր կին էր։ Պատկերացնում եք, այդպեսի բան դուք կանեիք ձեր ամուսնու վերաբերյալ։ Մարդ կա գալիս է օգնած մերնում է, ոտերը տրփում է, այսպես գնում է, բազմոսին ասում է մի 10 րոպե աշկս կպցնեմ, չեն դուում, որ ասում է թող մեռա, հանգում եմ, թող 2 րոպե հանգստանամ, չէ, էդ էլ կա, բայց ես կարաս տանես համեմատես։ Ես չեմ ասում այն կինը, որը այնքան անարժեք է, որ այդ տեղում է, այն կինը, որ ընտրել է իրեն այդ տեղում լինել։ Սրանք տարբեր բաներ են։ Կին կա բերանն ինչա որ դեն շանի, բայց կին կա դա իր ընտրությունն է։ Հարցը սրան է վերաբերվում։ Ահա, նա բուրդ եւ կտավ է փնտրում ու իր ձեռքերով հաճույքով գործում։ Դե հիմա ասկի ցեզնից ով է շուով ման գործում, սվիտեր, մի ժամանակ ասենք այդ շարֆ են այդպես չէ վզինք ցելուց մերվա շարֆ էին գործում օրինակ իմ մամաս հիշում եմ երբ նայր են շուղ առած բան էր գործում մեկ նասկ էր գործում մեկ սվիտեր էր գործում մեկ չեմ սիրում էր այդպես
ասում է դե հիմա ով կգործի ամեն ինչները խանութներում պատրաստի շատ ավելի լավ արդում ես, բայց այն ինչ որ պահանջում էր աշխատասիրություն, որ իր ընտանիքի անդամները տակ նասկի ունենան, տակ սևետեր ունենան, տակ շարֆ ունենան, տակ ինչ որ հնարավոր է դրանով գործել, ինչ աշխատել վերարկու դաժե, նույնիսկ վերարկու նրանք անում էին այդ բոլոր բաները, սա մտնում էր առաքինի կնոջ հատկանիշների մեջ։ Այնպես որ տեսնեմ, եթե մի հատ շուղճ արեք, նստեք ու սկսեք բաներ գործել։ Դա տեսնեմ կկարողանաք։ Այստեղ շարունակության մեջ 14-րդ խոսքում ասում է նա նման է առևտրական նավերի, որ իր հացը բերում է հեռվից։ Հետաքրքիր է այստեղ որ ես կարդացի առևտրական նավի, ես պատկերացնում եմ նավեր կան առևտրական, որոնք ծովի մեջ օվկիանոսից այս ափից այն ափ բեռներ են տեղափոխում, ասենք ցորեն են տեղափոխում։ Գնում են 100-ավոր, 1000-ավոր կիլոմետրեր, այնտեղի բարձում են ալիքների, փոթորի, մի խոսքով բերում են, որ այդ ցորեն հացատիկը հասցնեն այնտեղ օգտագործվի։ Այսինքն ձեռք են բերում դժվարությամբ, աշխատանք եւ ջանք թափելով, ասում այդ կինը նման է առևտրական նավ, իր հացը քթիտակը դրած չէ, որ վերցնի ուտի, հերվից է բերում։ Եվ մարդը իր քթիտակի հասնել չի վերցնում ուտի։ Չի վերցնում ուտի։ Կան այդպիսի մարդիկ։ Մի պատմություն եմ հիշում, մի ծույլ մարդ է լինում, ինքան ծույլ ալնում, որ գյուղացիները որոշում են, այսօր լավ չի պահում իրան։ Որոշում են այս մարդուն տանեն թաղեն։ Ասեն բանի պետք չի։ Տանենք թաղենք բրծնի այս մարդը։ Վերցնում դնում են դագաղի մեջ կենթանի աբաս, այս վերցե տանում են, գերեզմներ։ Ճանապարհին մի օտարական մարդ հանդիպում, արի նույն էս դագաղի միջի մարդը սաղ, ասում այդ մարդը սաղ է, ասում եք գիտենք սաղ է։ Ասում եք որ գիտեք ինչ եք ուր եք տանում, ասում եք տանենք թաղենք։ Ինչի։ Ասում են քան ծույլ է։ Ալարումա կողքը դրած հացը որ տնես, վերցնի ու դիպտի կերսնես։ Ասում տանենք թաղենք բրծնենք։ Ես խղճով մարդ հալում, ասում եմ մի տարեք թաղեք, էլի։ Եկեք ուրիշ ձևի մտածենք, այդ ցորեն առնենք, տանենք իրանց տունը տանք, թող բանը, այդ որ ինքը լսում է, եկեք մի բան մտածենք, ելում նստում է դակաղի մեջ։ Դենալը ի՞նչ է խոսում։ Որ լսում է ցորեն առնենք, տանք, թող տանի ուտի, ալուրել չէ ցորեն։ Պարկում ասում է պերիոդ ինքն էլ է համաձայն։ Այսինքն այս կարգի ծույլ մարդիկ կան, որ նույնիսկ սրան համաձայն չեն, բայց այստեղ ասում է այս կինը այդպիսին է։ Օրինակ նավեր կան, զբոսանավեր են։ Կանայք կան, որ տան մեջ առևտրական նավ չեն, զբոսանավ են։ Այստեղ են քաղաք են երկիր, այստեղ այս շորնակն են, առավոտը այս գույնի ակնեն, կեսօրին այսպես ակնեն, որ նայես սրա կյանքը ինչ է։ Թրվրը թիտերպես այս խեղճ մարդը սրած երա հաստատ գերի անկած։ Պետք է բավարարես բոլոր բաները։ Այդ կինը կարա ընտանիքին օգտակար լինի։ Չէ, այդպիսիները ծախսող, շռայլող են։ Մի ուրիշ տեսակ կա, որ ավելի վատ քան զբոսանավը, եւ որ կինը տան մեջ ռազմանավ է։ Իր ռակետները դիսկավորած, հրանոթները պատրաստ դրած, սպասում է համապարփակ դմբոցը կանի։ Էդ էլ այդ որակն է։ Բայց այստեղ խոսում է այն առաքինի կնոջ մասին, ով առևտրական նավի պես իր ընտանիքի ունեցած բարիքը նույնիսկ հերվից անգամ աշխատում բերում է։ Նա դեռ գիշերով է վեր կենում եւ կերակուր տալիս իր տանը ու բաժին իր աղախիներին։ Բայց սա շատ հետաքրքիր է, որ այս կինը նույնիսկ ոչ միայն իր տան հոգսներ հոգում, աղախիների նկատմամբ էր բարի գործ։ Նրանց բաժիններ էր հանում, դե աղախիններ տան ծառան է, էլի ծառան էլ է հաց ուտում, ծառան էլ է, չէ, շոր հագնում, մանավանդ առաջ տներում ծառաներին մատակարարում էին, էլի այդ տանտերը ուտելիքով կամ հագնելու հանդերձներով, ասում չեր մոռանում նրանց մասին հոգ անել։ Այսպեսի կին էր։ Երբ որ առավոտ արտանում էր, նախաճաշը պատրաստ էր, երեխաները արդեն կերած, հագնված գնացել են դպրոց, ինքն էլ էր տները մաքրված, աղոթքեր անում կամ գիրքեր կարդում։ Տները մաքուր, ամեն ինչ տեղը տեղին։ Մի եղբայր կար պատմում էր, ասում է Ռուսաստանում էինք մեկի տանը, ռուս քույրիկ էր։
շատ երեխեք ուներ, էլի բազմազավակ ընտանիք էր։ Ամբողջ օրը լարված շատ երեխեք ուներ, չեմ հիշում քանի հետ էր ասես մոռացել եմ։ Ասա որ իրանց տանը նստած էինք, դե թե էինք խմում, հաց էինք ուտում, ասի քուր, իսկան շատ երեխեք ունես, էլի դու սկի հասցնում ես գոնե գիրք կարդաս օրվա մեջ։ Ասма շփտած, ասես ночью всегда есть։ Այսինքն գիշերը ես միշտ ժամանակ ունեմ դրա համար, եթե ցերեկը չեմ ասում, մեկը այս գիշերվանից կտրում տալիս եմ, ես ոնց կարող եմ իմ Աստծո խոսքը չկարդալ։ Սա կհամեմատեք այն ծույլ անբան վիճակի հետ։ Մի եղբայր կար, Ռիփսիկը ճանաչում ակի հիշի, որ ասեմ, իրանք պատմեցին, մենք շատ գիտենք առավոտը իրանք որ քնից ելնում են, ինչն է առաջի բանը իրանց տան մեջ։ Ասма կինս ինքը պետք է պարկած լինի, ես ելնում եմ, գնամ, սուրճ եփեմ, պատրաստեմ, սկուտեղով բերեմ, այն ինչ են ասում, վպասել, կոֆե վպասել։ Թխվածքով բանը, որ ինքը պարկաստը հետ կոֆեն խմի թխվածքն ուտի, նոր բարեհաճի հելնի տեղից։ Բայց էսի որ ինքը ասի իմ կինը առաքինի կինը ես չեմ հավատա։ Ես առաքած թղթի իման վրա ասեմ չի, ախպեր, ես դժբախտ մարդ ես։ Հա, այդպես։ Հաջորդ 16-րդ խոսքը նախ խորհում է մի արդ գնելու մասին եւ գնում է այն իր ձեռքերի պտղով այգի է տնկում։ Պատկերացեք, ասենք մարդ կա իրանց տան մի հատ տնամերձ էլ չեք, մեկ քառորդ տնամերձ, այս ամբիոնի չափ տեղը, չեն կարող ելեն իրուկացեն ճանգռեն, սեր ցանեն, գինձ լինի ուտեն, հա, ամ ասենք մի հատ կոտեմը որ դե ցանես գծելի, բանել չանես գծելի, չէ, պետք է սրանից նրանից նայեն թե ով իրանց մի բուր կանաչի կտա, անբան։ Այս վիճակին, բայց իսկ ինքն ասում այգու մասին էլ էր մտածում ընդլայնելու իրենց տնտեսությունը, որ նաև պտղատու այգի տնկեր, եւ սա կնոջ մասին է գրված, որի տունը միշտ մաքուր է, բակը ծաղկազարդ է, աշխատասեր է եւ իմաստուն, այգին մաքուր է ու մշակված։ Կան այսպեսի կանայք, կան։ Դներ կան, ես մտել եմ, չեմ ուզում բարձրաձայնեմ, էլի սիրուն չի, որ թեկուզ լավը մասնական ասես, բայց գնացեք մտեք, ոչ մի թերություն չես կարող գտնես այդ տան մեջ, որ ուզենաս գտնես չես կարողանա։ Սրանք առաքինի կանայք են, որ ամեն ինչը նրանք հասցնում են անեն, եւ դրանք գումարած հասցնում են ամեն փող աշխատեն։ Մարդը իրան մի բանկա տոմատ չի եփում, որ թմերը ուտեն, բայց մարդիկ կան տոմատ են, իրանց բաղջից հանում, եփում ծախում են։ Հետո ասում են, իրանց որտեղից էս բանը, ոնց որ մի անգամ մենք խոսեցինք, չէ՞, բամբասանքի վերաբերել, որտեղից ավտո, քանի հատ, դու 100 հատ կունենա, որովհետև իրանք աշխատասեր են, աշխատում են, ստեղծում են եւ ունեն։ Իսկ դու անբան ես, դու պետք է միշտ նստես աչքդ լինի ուրիշի ցերին, ուրիշի արածին, եւ դու ոչինչ չես ասնի, որովհետև նա առաքինի կին է, իսկ դու ոչ։ Ժեխ այաթը կոլնած արդեն մարտի բոյնա, դիմելով զիբիլ տանում են էլի գյուղում, էդ էլ չեն կազմակերպում տանեն թափեն։ Սրանք բացասական արատավոր երևույթներ են։ Նա գոտեպնդում է իր մեջքը եւ ուժով ամրացնում է իր բազուկները։ Այսինքն դժվարության մեջ չի տկարանում, ներքուստ ուժեղ է ինքը նաեւ, այդպեսի կանայք ներքուստել են ուժեղ եւ հավատով լեցուն։ Այսինքն թևերը կքշտի ու կանցնի գործի, ինքը այսենց բայևոյ աշխատող է։ Բայց տեղեր կան, որ ասենք հարցերին են դարձրել տան մեջ տրակտոր, երբ որ տունը վարելապետ, հողը վարելապետ, հարսը դառնում է տրակտոր, ցորեն քաղին դառնում է կոմբայն, խոտ քաղելուց դառնում է տուկապրես, այսինքն ինչ պետք է լինի, վերածվում են դրա, բայց եթե մարդիկ իրենք են ընտրում եւ ոչ թե ստրկությունը, այլ աշխատանքով ստեղծել բարիք, որպեսզի կարողանաս նաեւ ուրիշներին պետք գալ, չէ՞ որ ասում է ձեր ձեռքերով աշխատեք, որպեսզի կարողանաք կարիքավորին կարեկից լինել։ Սա չի ասում մեզ ավետարանը։ Սա խոսում է առաքինի մարդու կամ կնոջ մասին։ Նա զգում է, որ իր շահը բարի է։ Նրա մոմը գիշերով չի մարում։
Այն ինչ որ չի հասնում ցերեկով, մոմի լույսի տակ հասնում։ Ինչ դա քիրքինա, չէ՞։ Պաստորեն ձերքից ամեն ինչ գալիս է։ Իր ձերքերը պարզում է սելավին եւ նրա ձերքերն են բռնում թելն ու չախ-չախը։ Ես բաները նայ ասես սելավ կամ չախ-չախ ինչ հա, ստացվում է որ սելավը արոր է։ Առաջ գութաներ կային արոր, որ ասենք բռնում էին, վար էին անում։ Անկամ արորին է հասցնում այդ կինը իր ձերքը։ Այս չախ-չախն էլ իլիկն է։ Ովքեր են իլիկ տեսել, ովքեր են հիշում։ Իլիկ։ Մեծ ասակները գիշեն թեշիկ էին ասում կամ կլոր բաներ թելը մանում էին, որ հետո դրանով ինչ որ բան գործեին։ Այսինքն անող կինա ոնց որ բադ խոսքա չի ասում են էփող թափող։ Տեսել եք էփող թափող կին։ Ինչ էփում են թափելու բանը։ Էդպես էլ կա։ Նա իր ձեռքը պարզում է աղքատին եւ իր ձեռքերը ձգում կարիքավորներին։ Այն բաց ձեռ են, երբեք նրանք աղքատին դատարկաձեռն չեն ուղարկի իրենց տնից։ Ասենք եթե որևէ բան մեկը կարիքի մեջ է խնդրում, միշտ մտածում են ձեռնտու լինել այդպիսի մարդկանց։ Այսինքն նրանք բարի են նաև իրենց վարկագծով։ Աշների չբարձրացավ էս առաքինի կինը։ Դե մաները գտեք, դրանք կգտնեք։ Դրա համար ասում գոհարից թանկ ով կարող է գտնել, բայց ով որ գտավ, մալադես իրան։ Մի որ կասի իմ կինը տենց է, բիշի։ Նա չի վախենում ձմռանը իր տան համար, որովհետև նրա ընտանիքի բոլոր անդամները հագնված են երկակի հագուստով։ Այսինքն կրկնակի դվայնով են հագած, տաք են հագած։ Ձմեռով մա թրթրիկման գծու վրան ելնում, չէ։ Տաք են հագնում։ Նրա ընտանիքի անդամները մեծից փոքր այսպես են հագնված։ Ում շնորհիվ, այս կնոջ շնորհիվ, ով նաև տնտեսվար է։ Մենակ աշխատելը բավարար չէ, պետք է լինես նաև տնտեսվար։ Հիմա մի հագուստ կարող ես դու հագնես 10 տարի, մնա նոր։ Մի հագուստ մի շաբաթ չհագնես, դառնա քրջ։ Այսինքն կասում ես 10 տարվա կասում է։ 60-ամյակի ծննդի ասորը ավակվեցին առուն։ Մաքուր է մնացել, 10 տարի չեմ ակետ համար մաքուր մնացել, թե չի ես մաքուր հագնող չեմ։ Նոր այս տարի որոշեցի հագնել։ Բայց նա այն կանայք, հատկապես կանայք, որ տնտեսվար են, նրանք այնպես են իրենց գույքի հետ վերաբերվում, որ այդ գույքը էլի օգտագործվի։ Երեք այստեղ մանեկա կոֆեին խմեն, ծաղիկների, գարշակների մեջ դրած այդ բաժակների գցած էր, հավաքի, ասի լավ, ձեր տանը դու կոֆե չեք խմում, իսկ ձեր բաժակները որտե հանդիպում են, քցեմեթում եք, դուք առաքինիկին չեք դառնա։ Որտե բերեցիր, դար դիր նորից նույն տեղը։ Հասկանալի է։ Այլապես երդան բաժակները երկար չի մնա, կկոտրի մի օր։ Ահա, այդպես։ Եվ նախապես է նա հոգանում, հիշում եք մի այսպեսի խոսք կա ժողովրդական, որ ասում է մուշտակ կարիր ամռանը, մանգաղ սրիր ձմռանը։ Այսինքն հոգի անում նախորոք մինչև ձմեռ գալը հագուստի մասին, մինչև ամառ գալը աշխատանքային գործիքների մասին։ Ոչ թե գալիս ամառ դուր մանես գալիս իմ թագուժակը որտեղ է, դե որտեղ է, որտեղ է աշունը թողած իր ծների տակ արդեն կորե փտելա չկա։ Դու չկարողացար ճիշտ վերաբերվել։ Այստեղ ամենասիրուն տեղերից մեկն է, տեսեք։ Նա իր համար ծածկոցներ է գործում, նրա հագուստները մանուշակագույն ու նուրբ կտավն են։ Այստեղ իր շորերի մասին ասում, կամ ուրիշ տեղ այսպես ասում, գեղատես հագուստ ունի, պահպանում է իր արժանապատվությունը։ Այսինքն կնոջ հագնվածքներ պետք է լինի գեղատես, արժանապատիվ, մաքուր, գեղեցիկ։ Նաև գեղեցիկ, ինչու՞ չէ։ Հիմա շատ ժամանակ կան տեղեր անգամ եկեղեցիներ, որ ասում են հավատացյալը պետք է գեղեցիկ չհագնի, հավատացյալը ինչ քրճ-մրճկա հավաքի քցի վրա չեղավ, այդպես չի։ Դուք դրանով ցույց եք տալիս ոչ թե որ դուք առաջ եք գնացել, այլ հետ։ Չեն ասում այն պճնամոլություն, չեն ասում այն խիստ թանկարժեք հագուստներ,
Իհարկե, եթե դու ունես հնարավորություն հագնում ես քո գործնա, այլ նաև լինի գեղեցիկ, ճաշակով, կնոջը վայել, արժանապատվությունը բարձրացնող։ Սա նույնպես կարևոր բան է։ Թե ոչ թե քրճոտ-մրճոտը մի ասենք այդ կան չէ այդ քրճո փալախը, որ անդադ ասում ենք հագնում են, ասենք հիմա քո երեխային, որ հագցնում ես այդ շորերը, քեզ էլ ստիպելով առնելա տալիս, մարդիկ եթե մեն նոր շոր առնեն, դու այդպես հակած քրճոտած ասենք, որ աշխատանքի մեջ 11-ին ես կամա չեմ հագնում այդ։ Որ սվարկան եմ տան, ես կասեմ ես մի հատ ուրիշ շոր վեժամ հետո այդ քրճոտ ես տամ քեզ։ Այսպես են, ու հագնում են։ Կանայք են հագնում, հովի կանայք են հագնում, ես շատ եմ զարմանում։ Մտածում են առաջընթաց, սրա մեջ առաջընթաց չկա։ Սրա մեջ կա բավականին լուրջ անկում։ Նրա ամուսինը հարգվում է դարպասների մոտ, երբ նստում է երկրի ծերերի հետ։ Ուրեմն կինը կարող է իր ամուսնուն անարգանք բերել։ Այո, կարող է։ Կարող է պատիվ բերել։ Այո, կարող է։ Հիմա եթե քո կինը քեզ պատիվ է բերում, դու ուրախ չես դրա համար։ Ասма քո կնոջ պատճառով դու այսպես ոնց են ասում, քո շրջապատի մեջ նստում ես պարզաճակատ, որ նրա վրա ոչ մի բան խոսող չկա, որովհետև ինքը իր բոլոր հարցերի մեջ տեղը տեղին կարգավորված, կազմակերպված կին է։ Մտես նրա տունը որևէ բան չես գտել, որովհետև նա կազմակերպված, այո, առաքինի կին է։ Նրա վարքագիծը պատիվ է բերում ամուսնուն, ամուսնուց առաջ չի ընկնում երբեք, նրա ամուսնու շորերը միշտ հարթուկված են, կոշիկները մաքուր։ Եթե դրա համար մեկ բանը տրապ են առնում, գնում են իմ հետևից կոշիկներս մաքրել մինչև տնից փախնեմ, որտեղ ուզում են որ չասեն կինը չի մաքրի կոշիկները կամ չէ, որտեղ դա էլ խոսում է նորից կնոջ պատվի մասին եւ կնոջ ճիշտ վարքագիծը պատիվ է բերում նաև իր ամուսնուն։ Այնպես որ սիրելի քույրիկներ, առավոտը որ կելնեք, առաջինը ձեր կնոջ ձեր ամուսնու կոշիկները վաքսեք, լավ պլպլցեք, չոտկեք, շորերը հարթուկած գեղեցիկ կախեք միտեղ որ ինքը վեր կենա հագնի, որտեղ տղամարդը կարող է հավես չանի այդքան բան։ Դա ձեր պատիվն է։ Այնպես որ ես ինչու եմ այսքան երկարացնում, որ մեր առաքինությունները սկսեն բարձրացնել, էլի։ Հենց այնց հեքիաթ չեմ կարդում, որ դուք եթե ես հետո կմոռանաք դրեք, նայեք վիդեո մեկը նկարվում է, որ ինչեր կան, որ ես այդպես չեմ անում օրինակ։ Կուզենամ փոխել։ Ուրեմն նա կտավ է գործում եւ վաճառում գոտիները տալիս վաճառականներին։ Ինչպես մի քիչ առաջ ասացի, աշխատասեր կին է, ստեղծող կին է եւ նրանց ընտանիքում փողը պակաս չի լինի կամ հացը պակաս չի լինի, որտեղ ունեն։ Ուժն ու պատիվն է նրա հագուստը եւ նա շփտում է գալիք օրերին։ Այստեղ խոսում է արդեն այն զգեստի մասին, որ արտաքին զգեստը չէ, ինչի մասին ես ասացի, որ ասենք գեղեցիկ հագնվել, կա նաեւ ներքին գեղեցկություն, որ դա էլ պետք է կինը հագնվի, այսինքն պատիվն է նրա հագուստը, արժանապատվությունն է նրա հագուստը։ Իմաստությամբ է խոսում, իր բերանը բացում է իմաստությամբ եւ նրա լեզվից ողորմածություն է հոսում։ Քաղցրախոս է, զավզակ չէ, քննադատ չէ, բամբասող չէ։ Ամենակարևորը շատախոս չէ։ Ուրեմն ուշադրություն դարձրեք ձեր խոսքի վրա, քիչ խոսեք։ Տեղին խոսեք, ավելորդ էներգիա մի ծախսեք։ Դուք տեսել եք շատախոս մարդ։ Մի եղբայր պատմում ասում է, մի քույրիկ ասում է, ինքն քո շատախոսում, ինձ իրան տենում է հերվից որ եկա փախնում տնից։ Տնից փախնում է որ չհանդիպի։ Հետ ինչ։ Ասենք մարդ կանգնում է սերը, խոսում, ենկանա խոսում, արանք չի տալիս մի հատ գոնե, ասեմ ամեն, հա, ասես ամեն։ Դե բնականա դու կարող ես ասել առաքինի հատկանիշը։ Դե այդ մարդն ուզում է խոսի։ Հա, ես էլ չեմ ուզում լսեմ, կիրար, ակաշներից ցավում է։ Բա լավ, ես կարող եմ փախնեմ, պրծնեմ։ Բա որ է տան մեջն է այդ կնիկը դուր փախնես, պրծնես։
Արդեն աշոջան էդի հարմա լուրջ դժբախտություն ա դառնում ու էդի կարող է մի օր գործը հասնի դիվան բաշոն։ Նա ուշադիր է իր տան ընթացքին եւ անգործության հացը չի ուտում, այսինքն ուզում ասել ցերյակեր չէ։ Նա իր հացը աշխատում է, վաստակում է, արժանապատիվ ձևով ուտում է։ Այն մատնաճակ մեկի պես չի, ասենք կան մարդիկ, որ ժելատ տուն են ընկել կամ ժելատ ամուսնուց են ընկել, մատնաճապիկը կարդացել եք, չէ՞, թեքիաթը, որ կրիսն ուզում ամուսնանա, ման են գալիս քչակեր կին էլի։ Այդ մատնաճապիկին ասում է ինչքան է ուտում, որը ասում է կես հատիկ ցուրին, կես հատիկ լավ է։ Հետո բասում գցում է չոտկի վրա օրը կես հատիկ, 10 օրը ինչքան անում, 5 հատիկ, 100 օրը 5, հո, ասում է այդքան մարդիկան այդպես են հաշվարկում։ Կնոջ վրա տան մեջ այսպես են հաշվարկում նույնիսկ կերած հացը։ Էս էլ է դժբախտություն։ Էս էլ պետք է տղամարդը մի քիչ առաքինի լինի, առատաձեռն։ Նրա որդիները վեր են կենում եւ օրհնում են նրան, նրա ամուսինը գովաբանում է նրան, գովասանք է ստանում եւ որդիներից եւ իր ամուսնուց։ Շատ կանայք առաքինությամբ են գործել, բայց դու բոլորից գերազանց ես։ Շատ հրաշալի է, երբ որ քո ամուսինն է քեզ գնահատում, այսպես ասում է, քո նման աշխարհում չկա, ոչ մի տեղ չկա։ Դու իմ համար յուրահատուկ ես, անգին ես, թանկ ես, հազվադյուտ ես։ Ես ումը տեսել եմ, չեմ կարողանում քեզ հետ համեմատել։ Երբ ես գնահատականը կտա քո ամուսինը, ոչ թե քո հովիվը կամ քո մաման, այդ արդեն գնահատական է։ Կեղծ շնորհը եւ սուտ գեղեցկությունը Չէ, կեղծ է շնորհը եւ սուտ է գեղեցկությունը, բայց Տիրոջից երգող կինը գովասանքի է արժանի։ Ես այստեղ առաջի Պետրոս 3:3-4-ը կարդամ ձեզ համար, ասում է ձեր զարդարանքը թող չլինի արտակուստ մազերը հյուսելու, ոսկեղեն զարդեր կրելու կամ հանդերձների փոխելու մեջ, այլ սրտի թաքնված մարդը, ծածուկ մարդը, անխորտակելի, հեզ եւ հանդարտ հոգով, որը թանկ է Աստծո առաջ։ Այստեղ խոսում է արդեն կնոջ ներքին գեղեցկության մասին, որը շատ ավելի կարևոր է նույնիսկ քան արտաքին գեղեցկությունը։ Եվ շնորհալի կինը ունի նաև գործեր, ինչպես որ օրենք եւ շնորհք մենք շատ անգամ բացատրել ենք, որ օրենքը պարտականությունն է, որ անում ես, շնորհքը քո փոխված սիրտն է, այսինքն դու արդեն այդ մարդն ես դարձել։ Կինը ոչ թե անում է որպես պարտականություն տան մեջ, այլ նա չի կարող այլ կերպ վարվել, որովհետեւ դա իր ներքին խառնվածքն է արդեն։ Սա արդեն դառնում է շատ հրաշալի։ Տվեք նրան նրա ձեռքի պտուղը եւ նրա գործերը թող գովեն նրա դարպասների մոտ։ Այսպես։ Մի քանի առաքինի մարդկանց օրինակներ բերեմ, որ այսեղ կնոջ մասին շատ խոսեցինք։ Օրինակ Նոյը համարվում է առաքինի կերպար, Ծննդոց 6:9։ Ինչու, որտեղ էր Նոյի առաքինությունները։ Նոյի մասին գրված է նա արդար մարդ էր, անարատ իր սերունդի մեջ եւ Աստծո հետ քայլող կամ Աստծո հետ ընթացող։ Այսինքն, եթե դու այսպեսի մարդ ես, Աստծո հետ համաունչ ես շարժվում, որ քո սերունդի մեջ դու անարատ մարդ ես, անմեղադրելի եւ արդար մարդ ես, նշանակում է դու առաքինի մարդ ես։ Հովսեփը Ծննդոց 39:9 առաքինի անձնավորություններ արդեն բարոյական իմաստով, չէ, հիշում եք, որ Պետապրեսի կնոջ ձեռքից ինչ եւ փախա, որովհետեւ մտածում էր, ես ինչպես իմ Աստծո առաջ ես անզգամությունը գործեմ։ Հովսեփը առաքինի մարդ էր։ Դանիելը իր եղբայրների հետ, ընկերների հետ հիշում եք, որ որոշեցին չպղծվել թագավորի այդ համադան այդ ախորժելի կերակուրներով, նույնիսկ խնդրեցին, թե մեզ սովորական հացով կերակրով, որովհետև մենք ոնց Աստծո առաջ մեղք գործենք եւ ուտենք այն, ինչ որ Աստված մեզ պատվիրել է չուտել։ Այսինքն նրանք կարող է իրանց կյանքը արժանարել, որովհետև իրանք ստրուկ էին այդ երկրում, ստրուկը արժեք չունեցող մարդ էր, երբ ուզենային ստրուկը մեռնելու ապրել, օրենքվել չէր դատում իրանց։ Բայց նրանք հանդգնեցին դեմ կենալ թագավորին, թեկուզ խնդրակով իմաստությամբ, մենակ թե չուտեին այն։ Սա առաքինության հատկանիշների մեկն է, որ մարդը կարող է իր մեջ ունենալ։ Հիմա մենք լավ, ասենք արգելվածով չէ, բայց կերակուրներ կան, որ պետք չի որ ուտես։ Այս կա, որ ասենք ասում է ճարպ մի կեր, էսի մի կեր, էնի լավ չէ, էնի երշիկը իր մեջ բաներ ունի, հավելումներ ունի, որ շատ վնասակար է։ Բաներ կա, որ մենք շատ ավել գիտենք, որ դա լավ չէ եւ ճիշտ չէ, բայց դասում դրբում ենք։ Այսի ցույց է տալիս, որ դու անգամ էլի դու թեկուզ քո մարմնի օգտակար բաները դու վնասակարը զանազանելով հանդերձ ընտրում ես վնասակարը, որովհետև չես կարողանում քո բքի վրա։
Իսկ նրանք մանչարեցին։ Հոբի 1:1 մարդ կար հուս երկրի վրա անունով Հոբ, նա մարդ էր, նորից տեսեք Նոյի նման անարատ, ուղղամիտ, երկյուղացող Աստծուց եւ չարիքից հեռացող։ Իմ սիրելի քույրես, եղբայրս, ես ձեր հետ միասին, եթե դու մարդ ես, նորից կարդամ, անարատ, ուղղամիտ, ասենք երկմիտ մարդ չէ, էլի, ուղղամիտ, ուղիղ խոսող, ուղիղ մանանող մարդ, Աստծուց վախեցող եւ չարիքից հեռացող։ Դու առաքինի անձնավորություն ես։ Տիրոջ մայրը Մարիամը Ղուկաս 1:30 նա համարում էր առաքինիկին բոլոր կանանց մեջ, օրհնյալ ես դու կանանց մեջ, օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Այսպեսի ազնվորություններ Մարիամը հենց այնպես պատական չէր, ժիրիբովկա չքցեցին ընկավ իր վրա։ Նա ընտրված էր Աստծուց, որովհետև նա արժանի էր Տիրոջը կրելու իր որովայնը։ Բարձր։ Մարիամը համարվում էր առաքինությունների խորհրդանիշ, մաքրությամբ, բնազանդությամբ, հավատարմությամբ Աստծո կամքին։ Իսկ Քրիստոսի մասին բացատրություն պետք չէ, որ առաքինությունների առաքինություն։ Նա երկրորդ Ադամն էր, ճիշտ Աստծո ուզած պատկերը մարդ արարածի մեջ։ Եվ նա եկավ, գրված է, նրանում մեղք չկար։ Մեղք չկար։ Այսինքն թերություն գոյություն չուներ։ Անկամ իր կյանքի վերջում, երբ որ պետք է գային իրեն ձերբակալելու, նա ասաց չէ, ահա գալիս է այս աշխարհի իշխանը ու նա իմ դեմ ոչինչ չունի։ Այս աշխարհի իշխանը գալիս է իմ դեմ ոչինչ չունի։ Չի կարողանում գտնել որևէ բան։ Երանի ինձ ու քեզ, որ մեր կյանքի վերջին օրը, որ մեր հոգին պետք է տանք, վերջի անգամ պերաներս պետք է բացենք ու փակենք, կարող է բացել մնաց քիչ փակենք։ Այդ ժամանակ այս աշխարհի իշխանը կա ու ասի ոչինչ չեմ գտնում սրա վրա։ Ինչ էլ որ եղել է ապաշխարել է, մաքրվել է Հիսուսի արյամբ։ Քո ապխատնոյը ստորագրում է երկինք գնալու, որ ինքը քո դեմ ոչինչ չունի։ Բայց վատ կլինի, ինչպես շատ անգամ կան առանց վերջերս հիմար հույսերի վրա, որ շատ վատ եղավ նրանց վերջը, էլի։ Այն հույսը, որ ունեին, որ մեղքը մեղք չէ, Տիրոջ մենք փրկված ենք, գոռա դավանի թռի ցածկոտի, տեսա որ էդի չօգնեց։ Մնացին արտաքին խավարում։ Տերն ասեց նրա մեջ կջարդեմ, կհանեմ արտաքին խավար կդնեմ անհավատների դասին, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Էս էլ գոյություն ունի։ Այդպես։ Ուրեմն առաքինություն բարոյական կամ հոգևոր բարձր որակ է նշանակում, բարի վարք ու մաքրություն, Աստծուն հաճելի կյանք։ Ես ինչքան որ ասացի, այդքան մտցնենք այս մի քանի բառերի մեջ։ Ներքին գեղեցկություն, որը երևում է մարդու խոսքի, գործի եւ սրտի մաքրության մեջ։ Առաքինության մասին մեկ քիչ պատկերացումներից փոխվեց։ Մի կետ էլ անցնեմ, վերջացնեմ։ Մի հատ գոնե։ Առաքինությունը զգացինք, որ շատ լուրջ բան է։ Ոնց որ թե ամբողջ աստվածապաշտությունը բերեցինք, դրեցինք այս մի առաքինության բառի տակը։ Սրան հաջորդում է գիտությունը։ Գիտությունը գիտենալ բառն է, իմանալ։ Առաքինի անձնավորությունը բաներ կա, պետք է նաև իմանա, որը շատ կարևոր է, թե մենք ինչպես կշարժվենք, ինչպես կքայլենք, ինչպես կխոսենք, բոլոր հարցերի մեջ այն մեզ պետք կգա։ Առաքինի գիտություն ունեցող քրիստոնյան պետք է իմանա ինչ է անում, ինչու է անում ու ինչպես անի։ Այդ իմանալը կան բաներ, որ մենք ձեռք բերովի կարող ենք սովորել մեր ընտանիքից, եկեղեցուց, Տիրոջից, բայց կան բաներ, որոնք մենք պետք է Սուրբ Հոգուց հայտնությունը ստանանք այն իմանալու, այլապես մենք սովորական միս ու արյունից չենք կարող դա իմանալ։ Մենք կարիք ունենք հայտնության։ Հիմա կասեմ, թե դրանք ինչպես են իրարից տարբերվում։ Ուրեմն իմանալը կարևոր բան է, բայց այդ իմանալու պարծենալը ճիշտ չէ, որտեղ մարդիկ կան, որ պարծենում են տեղի անտեղի, բայց Աստծո խոսքը ինչպես գրված է Առաջի Կորինթացի 8:2-ում ասում է, եթե մեկը կարծում է, թե մի բան գիտե, նա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է իմանալ։ Այսինքն մի թռվռավոր դու ես իմ ինչ գիտես, էլի, դու դեռ լիարժեք չգիտես, եթե դու լիարժեք իմանաս, չես պարծենա չունեցողի պես։ Այսինքն պարծանքը այստեղ իջիկ է դարձնում։ Կան հավատացյալներ, որոնք ինչ ասես, ասում են գիտեմ։ Բայց բանը չգիտի։ Մի
նոր հարս ալինում, որոշում այդ օրը տոլմա փաթաթի, որ իրիկունը կիսուր կեսրարական իր ամուսինը կա, դες արմասն էլի, որ հիանան ասեն, ինչ լավ տոլմայից փաթաթի, բայց չի տեսել իր մաման գիտեր որ փաթաթում է, բայց ոնց անում ուշադիր չի եղել։ Ասում գնամ հարևանին հարցնեմ։ Այդ հարևանի գրոշն ասում չգիտեմ ինչ, ջոջա մի հատ ինձ ասեց տոլմա ոնց է պատում, ասում բալես։ Ասում ասկեբից մի հատ աման ես վերցնում մեծ, ասում էդի գիտեմ։ Հա, ասում էդի գիտես, հա։ Ասում այդ ամանից պետք է դրա ֆարշը բռնենք։ Բրինձ ես լցնում կամ ծավալ դու ոնց գուես, ասում հա էդև գիտեմ։ Էդև գիտես, հա։ Ասում հետո սկսում աղացած միս լցնես այս չափով։ Գիտեմ, ասում էդել գիտեմ։ Ինչ ասի, ասում գիտեմ։ Ես ասում կանանչ եղեն լսես համեմունքները լցնես, չգիտեմ ինչ կանես, գիտեմ, դրանք բոլորը գիտեմ։ Ասում հետո վերցես տերևը կբացես, սիրուն կտնես, իր չափով կփաթաթես, հերթո կողքի կշարես ամանի մեջ, ասում էդել գիտես լավ։ Ասում որ կշարես, կվերջացնես, ջուր կլցնես, կամ տոմատաջուր, նայած ոնց դու կուզենաս, այնքան որ հազիվ գրեթե հայացածքի։ Գիտեմ, ես հարևանն ասում սպասի սրա գլխին պետք է ես բան խաղամ։ Ասում վերջում մի հատ անասունի աթար, թրիկ, չոր, բերում դնում ես դրա վրա, ամանը շուռ ես տալիս, որ երրայր շելնի թափվի, դնես մարմանդ կրակի վրա եփի։ Գիտեմ, ասում այդ լրիվ գիտեմ։ Հելը մեծ այս Ահելքը ոնց ասում անում, վերջում էլ մի չորտ աթարի կտոր բնում, դու պատկեր ասում եք այդ տոլմեն էփում, այդ տոլմի վիճակն ինչ ալում, կանանչ ջուրը տալիս է երեսը, իրիկունը գալիս են կիսուր կեսրար ամուսինը տոլմա են ուտում, ինքն էլ քոթակ է ուտում։ Հիմա մենք այսպես չանենք, էլի ինչ ասում գիտեմ, աստվածապաշտությունից խորը բանա որ մարդիկ ամբողջ մի կյանք ապրում են ասում մարգարեներ են եղել, առաքյալները ամեն ինչ չէ որ գիտեին։ Ամեն ինչ չգիտեին։ Հետո ո՞նց է որ ամեն ինչ գիտես։ Այս գիտության մասին չէ խոսքը։ Այն գիտությունը որ Տերը քեզ տվել է որպես դու սովորես եւ հասկանաս։ Օրինակ գիտությունը կարող է սովորեցնել մեզ երբ խոսել եւ երբ լռել։ Մենք շատախոսության մասին որ օրինակ բերեցի, ասենք կա բա որ դու հասկանաս որ այստեղ խոսալ պետք չէ, սուս մնալ է պետք։ Ես սուս մնում եք դուք։ Կարծում եմ այո։ Օրինակ Տերը ինքը պարագաներ եղան որ լռեց ոչինչ չխոսեց։ Հիշում եք Պիղատոսի առաջ եղել են պարագաներ որ ոչ մի բառ չխոսեց։ Այդ ինչա վախեցավ, լեզուն կապեր են չէր խոսում, ոչ, նա հարկ չհամարեց խոսել, որովհետև խոսել պետք չէր։ Որտեղ պետք էր խոսում էր, որտեղ որ գործում էր Աստված, գործում էր Սուրբ Հոգին, այնտեղ գործում էր նաև Հիսուսը, որտեղ ոչ։ Ուրեմն երբ սուս մնալ, պետք է իմանանք, երբ խոսենք, դա էլ պետք է իմանանք։ Շատ անգամ պատահել է, օրինակ իմ հետ եղել է, ես ամեն տեղ չեմ նստում ու անվիճապես Աստծո խոսք խոսում։ Ես պետք է զգամ այդ իրավիճակը, այդ մթնոլորտը, հասկանամ, խոսեմ թե չխոսեմ։ Շատ անգամ խոսա, մի բան խոսա, դու խոսի ռադիո չեմ ճկցնես, ուզեմ խոսամ, ես պետք է հասկանամ։ Պետք է այդ իրավիճակը ասունացած է, որ Աստծո խոսքը ժեխի պես չթափեմ միտեղ։ Դառնան մարդիկ ծաղրեն։ Դու պետք է զգաս Սուրբ Հոգու մղում։ Հենց զգացի Սուրբ Հոգու մղում խոսի։ Մենք մի անգամ տարիներ առաջ Մոսկվայում որ սովորում ենք դպրոցում, մի օր գնացինք մի հայ ընտանիքի տուն, իրանք էին հրավիրել, Աստծո խոսք խոսելու։ Իմ հետ կային շատ հեղինակավոր եղբայրներ, իրանց մոտ ես մի հատ բլոճ էի, ուրիշ ոչ մի բան։ Մանավանդ ժամանակ ես նոր ավարտքի մեջ մի քանի տարի էր։ Իրանք սկսեցին մտանու վրա տվեցին։ Ասում էին, ճիշտ լավ բաներին ասում, բայց ես լսում էի, մի բառ չեմ խոսացին, բայց ես իրանց տված հարցերից նրանց ասածից ջոգում եմ էլի, ինչը որից հետո էր, որ իրանք չասեցին։ Հետո վերջում ես մի քանի նախադասություն խոսացի, լրիվ թողեցին, թե եկան սկսեցին ինձ լսել։ Եմ չեմ ասում ես ինչ եմ արել։ Ես որ կարողանում ես լռել, լսել, դու նաև կիմանաս ինչից խոսել։ Դու խոսում ես մարդուն Աստծո խոսք, չգիտես իր հասկացողությունը, ինչն ընդունում, ինչ չի ընդունում։ Դու ասում ես ինչ-որ բաներ, ասում ես, դու ավելի շատ քանդում ես, որովհետև դու չես պատասխանում ոչ մի արդի, չես բավարարում իրեն։ Դու ընդհանրապես ուզում ես խոսքերի մեջ հաղթել։ Բայց իմաստուն մարդը լուռ է մնում, քիչ է ասում, տեղ ասնող եւ բժշկարար։
եւ արդյունավետ։ Սա համար պետք է գիտություն։ Այդ գիտությունը քեզ պիտի տա Սուրբ Հոգին։ Նշանակում է սա Սուրբ Հոգով առաջնորդվել, մղվել։ Հաջորդը երբ գործել, երբ սпасել։ Տերն ասում է, ես գործում եմ, երբ Հայրն է գործում։ Իսկ եթե Հայրը չէր գործում, Հիսուսը նույնպես չէր գործում։ Հիսուսը իր հոգևոր գործունեությունը սկսեց 30 տարեկան հասակում, ճիշտ է։ Եվ գրված է Կանայի հարսանիքը առաջի հրաշք եղավ, որ նա կատարեց։ Դրանից առաջ չի արել հրաշք, այլապես չէր գրվի առաջի հրաշքներ, որ նա կատարեց։ 30 տարի Աստծո որդին, որ զորությունների ակն ու աղբյուրներ, Աստված մարդով երկիր եկած, ոչինչ չարեց, մինչև Հայրը գործեր։ Հիմա հասկանալի է ինչ է նշանակում գործել, երբ Աստված է գործում։ Կամ Իսրայելի ժողովուրդը երբ որ անապատում շարժում էր, նրանց շարժումը ամպիսյուններ եւ կրակիսյունը։ Շարժում էր ամպիսյունը կամ կրակիսյունը, շարժում էին, կանգ էր առնում, կանգ էին առնում։ Ինչքան կանգ առներ չշարժվեն, նրանք վրաները խփում կանգ էին առնում։ Իրենց գիտությունն էլ առաջնորդության դարձել էր ժամանակ կրակի եւ ամպիսյունը։ Հաջորդը ում հետ ընկերակցել եւ ումից խուսափել։ Մեր ընկերներ ընտրելու հարցում մենք կարիք ունենք գիտության, Աստծո տված գիտության։ Շատ ժամանակ մենք ունենում ենք ընկերներ, հետո այնքան ենք փոշմանում այդ ընկերների համար։ Ընկերը մարդուն կարող է կործանել։ Ընկերը կարող է մարդուն դառնալ օրհնությունների պատճառ։ Ով է քո ընկերդ, ասա ով է քո ընկերդ, կասեմ ով ես դու։ Մարդիկ եթում են ընկերություն են անում այնպեսի մարդկանց հետ, որոնք իրանց կյանքը առանց այդ կործանված է։ Եվ բնականաբար քո կյանքն էլ կկործանեն։ Հետո դու չես զգա ոնց մի օր դարձար նարկոման, թմրամոլ, մի օր ոնց դարձար հանցագործ մարդասպան։ Իսկ խելացի մարդը ընտրում է ճիշտ ճրջապատ։ Այսինքն շատերի երեխեքը հավատքի մեջ են ծնվել, մարդիկ են եղել, շատերին ճանաչում են, փոքր են, օրորոցից ես գիտեմ իրանց հավատքի մեջ, սիրուն մանկականներին ակտիվ, հրաշալի երեխեք մանուկներ էին։ Հետո դարձան հանցագործներ, այսօր նրանց պարծանքը շատերի Քրիստոսը չէ, հանցագործ աշխարհն է։ Այսա դժոխում են, դա կպարծենաս հանցագործ աշխարհով, կգա այդ օրը։ Ինչու՞, որովհետև նրանք չկարողացան ճիշտ ընկերակցություն ընտրել։ Իսկ ինչ է ասում Աստծո խոսքը, 2 Տիմոթեոս 2:22, ասում եմ երիտասարդներին հատկապես. փախիր երիտասարդական ցանկություններից եւ հետապնդիր արդարության, հավատքի, սիրո եւ խաղաղության։ Գնա նրանց հետ, ովքեր Տիրոջ անունը կանչում են մաքուր սրտով։ Նույնիսկ անգամ եկեղեցում չի ասում ամեն մեկի հետ ընկերություն արա, որ ինչա եղբայրա կոչվում։ Եղբայր կոչված շատերը կան, որ քեզ կտանեն կործանման նորից։ Գնա նրանց հետ, ովքեր Տիրոջ անունը կանչում են մաքուր սրտով։ Սա մեր ընկերակցությունը ընտրելու շատ կարևոր տարբերակ է։ Իմանալ ուր գնալ եւ որքան մնալ։ Շատ մեծ գիտություն պետք չէ, որ դու մեկի տունը գնաս, իմանաս երբ ելնես այդ տնից։ Մեկ այս մասին մի քանի անգամ եղել է խոսել եմ, տունը վրես խոսում են, էլի տունը ջղայնան վրես ասում են, «Էնես ես անում մեր տուն մարդ կա»։ Այսօր չեմ ասի, որ մեր տուն մարդ կա։ Ես վերջերս եկեղեցու խոսող մարդ եմ։ Ես ճիշտ մեկն ու մեկը տնի բացատրի, որ միտեղ եթում եք, մի կպեք ու մնացեք, մի ինչև այդ մարդիկ արդեն աղոտ կանեն հատուկ, ծոմ պահեն, թե դու երբ պետք է հագետ տնից։ Այդ հալու ժամ էլ գոյություն ունի, տնից դուրս գալու ժամ էլ գոյություն ունի։ Ժամի 11-ին գիշերվա ելնում ես հետաս մեկին հյուր։ Իմ թորս Ռուսաստանը որ ապրել է, մեկ ինչ ռուսական բաներ ունեն, մեջներ արդեն Ռուսաստանից եղորած։ Ժամի 11-12-ին ասում էր, «Պապի, այդան գոշտ եթանք»։ Ախ, ժամի 12-ին գիշերվա գոշտ որն է եթանք։ Գնանք միտեղ։ Հիմի ես էլ ելնեի եղելքին, ասի եթանք, ասենք մեկի տուն հյուր։ Կամ կան մարդիկ, չեմ քննադատում, հացը տնում են ուտելու համար, բայց մարդիկ կան, քանի ուտելու բան կա, իրանք չեն հետացել տնից։ Դրա համար սեղանը մի թարմացրեք։ Եթե թարմացնում եք, երկարում է։ Մի ասեք վերջում լավ թխվածք ունեմ։ Թխվածքը այդ օրը ասում ես, որ շատ երկար, դու առանց թխվածք ուտել թող եթան։ Պետք է իրանք սովորեն, որտեղ լինում է դեպքեր, որ մարդիկ իսկապես շատ են ծանրանում։ Մեկը երկու ընկեր են ելնում, այդ
ընկերն հրավիրում է իրանց տուն հաց ուտելու ընկերոջը, եթե մեն նստում ուտում են, կուշտ ուտում են էլի, հետո հաց ուտում բրտում են, էսի ասում է, լավ էլ կուշտ է, իսկական վախն է հրավիրեմ մեր տուն էլի, էլ ինչ պետք է ուտի սրանից ենգում։ Մեկը չի ժլատ ալնում։ Ասում է ախպեր եթանք մեր տուն հաց ուտենք, ասում է եթանք։ Չի առարկում։ Գալիս են դե սեղան ասում է, այ կնեք պետք ճոխ սեղանը ամեն ինչ լցրա։ Ես էլ նստում սեղանը sense ռեդինով ոնց են մաքրում, ռնդում ուտում է։ Էլի են բերում, թարմացնում, են էլ ուտում։ Էսի շշվում է։ Ասում է, էլ կուտես, ասում հո։ Ասում է, կեր, արդեն աշկերը sense բանալում էլի։ Կեր, ես չանգալու գտալներն էլ կեր, աման չամանն էլ կեր, իմ նման ախմախին էլ կեր, որ քեզ ասեցի կեր։ Հիմա մի ասեք կեր։ Որտեվ մարդիկ գտնեն, որ չեն էտա։ Բայց մի քիչ կատակով եմ ասացի ես բանը, ասենք միշտ իմացեք էլի, այնպես գնացեք, որ մարդկանց աչքը մնաց իր էթալու վրա, էլի, ասում եմ, ափսոս այնց լավ հաճելի է Երանի մի քիչ մնայիք, որ համով լինի քո այդ տուն այցելելը։ Սրա համար էլ է պետք գիտություն, այն գիտությունը, որ Աստծուց դու պետք է զգաս դու ավելորդ ես այդ տան մեջ, արդեն թե նույնիսկ ուշացել ես դուրս գալուց։ Համաձայն եք իմ ասածին։ Մի երկոքի համաձայն են։ Ահա։ Իմանալ երբ չպատասխանել վիրավորանքին։ Հնարավոր է որ քեզ վիրավորեն եւ պետք լինի որ դու չպատասխանես։ Հնարավոր է որ դու նաեւ փորձես արդարացնել այդ, չեմ ասում պետք չէ։ Տիրոջն էլ ապտակեցին, ասած ինչու ես ինձ ապտակում։ Ինչի ինձ խփեցիր։ Եթե վատ բան արեցի, վատի մասին վկայի, բայց թե ինչի ինձ խփեցի։ Դա էլ տարբերակ է, բայց երբեմն Հիսուսը գիտություն ուներ, ինչպես վարվի։ Եթե մենք էլ ունենք տեղեր կա, որ ուղղակի պետք է չվիրավորվել եւ չպատասխանել, չխորացնել։ Տեղ կա որ պետք է բացատրել, բայց անպայման պահել ներսի խաղաղությունը, որ երևա որ դու Աստծո որդի ես, քո խաղաղությունը ամեն դատարկ վիրավորանքից չես կորցնում։ Իսկ պատահել է, իմ հետ շատ է պատահել, որ ասենք մի խոսք են ասում, նեղվում եմ, վիրավորվում եմ, գալիս եմ, չեմ կարող քնեմ, չեմ կարողանում մոռանալ։ Այդ նշանակում որ խաղաղությունդ կորավ, դու խաղաղության կարիք ունես։ Ինչի՞ պիտի քո վրա ազդեր այդ։ Ասեց, հետո ինչ որ հետ էլ չասեց։ Կամ ճիշտ է եղել, ուղեմ, կամ սխալ է եղել, ինչի սխալի համար մարդը կնստի վիրավորվի։ Բարձր։ Իմանալ երբ ներողություն խնդրել, որովհետև ամեն ինչի համար չէ, որ դու պետք է ներողություն խնդրես։ Մարդը ոտից գլուխ սխալ է, քո ներողությունը հաստատում է, որ ինքը ճիշտ է։ Դու պետք է հասկանաս, իմ ներողությունը ասելը ճիշտ է, ես պարագան, թե որ։ Մտան, լավ, ես ասեմ ներողություն բրտնեմ։ Դու ասեցի ներողություն, այդ մարդին կործանեցիր։ Այդ մարդը պետք է նաև զգա իր մեղավորությունը։ Ուրեմն պետք է հասկանանք, երբ է պետք ներողություն խնդրել։ Չմտնել բանավեճի մեջ։ Կան բանավեճեր, որոնց մեջ մտնել պետք չի։ Նույնիսկ ես կարդամ ձեզ համար Երկրորդ Տիմոթեոս 2:14-ը հիշեցրու նրանց այս բաները եւ վկայիր Տիրոջ առաջ, որ չվիճաբանեն խոսքերի համար, որովհետեւ դա ոչ մի օգուտ չունի, այլ կործանում է լսողներին։ Մի ուրիշ թարգմանության մեջ ավելի գեղեցիկ ագրված ասում է, դրանից հեռով անեք փուչ վիճաբանությունները, որոնք լսողներին կործանում են։ Կարող է ես ու Արման ախպերը իրար հետ տեսնենք վիճվենք որևէ հոգեվոր արծի շուրջը, մի 4 հոգի մեր կողքերս նստած լինեն, մենք նրանց կործանենք մեր վիճաբանությամբ։ Մենք ավելի կտակարացնենք, կոտրենք նրանց։ Պատահամա դեպքեր մարդիկ գնում են հերոստատեսություն, ասենք հրավիրում են հերոստա եթերի, վիճաբանելու այս ինչ քահանայի կամ այս ինչ անձնավորության հետ։ Ես տեսել եմ այդպիսի հաղորդում, ես ճանաչում եմ այդ եղբորները ճանաչում։ Նստավ, սկսեցին վիճաբանել, ես ասեմ քահանան 10-ով 0 կրեց։ Այդ վեճը։ Կրեց, հաղթեց։ Ինքը չկարողացա, ինչի իր գնացի։ Ինչի գնացիր։ Եվ քեզ լսողներ կային, դե վերջը միլիոնավոր մարդիկ կարող են լսեն, ես օրինակ նրանցից մեկն եմ։ Ոմանք կործանվում են քո վիճաբանությունից։ Դրա համար պետք չի վիճաբանել։ Ոչ մի հարանվանության չդնեք, նսեմացնեք, ցածրացնեք, ստորացնեք որևէ մեկի մոտ։ Կմոտենա հարց կտան միկրոֆոնը ձեռքին, այս մի պաշտպանեք, ձեր հավատը բարձրացրեք։ Դա մեր գործը է, ես դատավոր չեմ։
ամեն մեկը իր չափով հավատացյալ են, ամեն մեկը իր պատասխան ունի ասուն տալու։ Ես ով եմ իրան տնեմ այստեղ քննարկեմ։ Հասկանալի է, սա ճիշտն է։ Բայց խուսափիր անմիտ ու դատարկ խոսակցություններից, որովհետև դրանք ավելի են առաջացնում անօրինություն։ Երկրորդ Թիմոթեոս 2:16։ Ուրեմն հավատացյալը պետք է խուսափի անպտուղ, փուչ, դատարկ վեճերից։ Պարզ է։ Իսկ դրա համար պետք է մեզ գիտություն։ Իսկ եթե դու մեկը իր ճիշտն ուզում պնդի ու դու չգիտես ինչպես պաշտպանվես, ես մի հատ քառատող հիշեցի, եթե չեմ սխալվում, բարի Սևակի գրածնա, եթե չէ, ինձ կներեք, հնարավոր է սխալվում եմ, ասում է հանուն վաղվա վար գալիքի ես կարող եմ այսօր ծխալ, հանուն վաղվա արդար ուրվա թող որ այսօր լինեմ սխալ։ Հնարավոր է բաներ, որ այսօրվա մարդկանց գնահատմամբ դու սխալ դուրս գաս, բայց այդ սխալը նրա համար է, որ վաղվա գալիք արդար օրը կա, որտեղ Աստված ցույց կտա սխալի եւ ճշտի տարբերությունները։ Պարզ է, մենք այդ սիրտը ունենանք։ Ինչպես ճիշտ օգտագործել նյութականը, սրա համար էլ է պետք է գիտություն մարդուն։ Հիմա մենք յուրաքանչյուրս ունենք մեր տուն մտնող եկամուտ։ Ինչ որ մի ձևով կարող է եկամուտ չէ, քո թոշակն է։ Թոշակը քո եկամուտն է, հիմա էդ է։ Ինչ որ X գումար, որ լմիջեմի չեն գտե։ Ինչպես վարվեմ այդ գումարի հետ։ 100,000 դրամ փող ա մտել ձեր տունը։ Կամ թոշակառու ես 40,000 դրամ փող ա մտել։ Իմ թոշակը 38,000 դրամ է։ Ռեպսիկին դիար այդ գումարած մի 80-90,000 դրամ է կազմում։ Եթե մենք դրանով ենք ապրում, մենք ինչ պետք է անենք այդ փողը։ Ելնենք նստենք ռեստորանում լավ ուտենք գանք։ Մի անգամ կուտես, բայց հետո մի ամիս ինչ պետք է անես։ Ուրեմն պետք է խելացի մարդը սկսում է հաշվարկ անել։ Առաջի քայլը ես ինչ անեմ։ Հանեմ ինչ տիրոջն է տիրոջը։ Առաջի քայլն է դա վերջինը չէ։ Առաջինը հանում եմ տիրոջ 10-որդը։ Ոչ թե մնացորդի 10-որդն են տալիս, եկամուտի 10-որդն են տալիս։ Նորից ասեմ, մենք 10-որդի մասին չենք քարոզում, ընդհանրապես չենք խոսում, բայց սա առիթ է, ես պիտի ճիշտ ասեմ։ Եթե ստացել եմ 100,000 դրամ, ես 10,000 դրամը պետք է տանեմ 10-որդը տիրոջը։ Ոչ թե ծախսեմ մնատակը 8,000 դրամ, 800 դրամը տանեմ տամ։ Այդ եղա, որ դու խաբեցիր քեզ էլ տիրոջն էլ։ Այս առումով։ Երկրորդը, տան կոմունալ ծախսերը, դու իրավունք չունես դրանք չվճարելու։ Էներգետիկ ծախսերը, հոսանքը կանջատ են, էլեկտրիկը չի գալիս անջատ է, որ ասես աղբիջան ինչ կլի թողում 2 օր անցի կտամ։ Մի անգամից Երևանը ճկ անջատում ա քո հոսանքը։ Քանի չես մուծե, չեն միացնի։ Հաջորդը քո սննդամթերքի հետ կապված ծախսերը մտածի, որ դու պետք է մի ամիս դրանով ապրեք հաց։ Ու այսպես շարունակ, էլի մինչև ավելի ոչ կարևոր բաները կամ պակաս կարևոր, որ վերջում 200 դրամ էլ մնաց, արեսի գնա 2 հատ մարոշնի պե ուտենք։ Որ մենք հասկանանք, որը ինչից հետո ծախսեցինք, համաձայն եք։ Սրա համար էլ է գիտություն, բայց եթե չունես սա տեժան, դու ինձ իմաստություն, ես հենց փող անգամ ծերս ջանս դողում է, ես մտածում եմ, չգիտեմ ինչի վրա սա ծախսեմ իթա։ Սխալ է։ Դու արագ ասում ես շոկոլադ առնել, բայց տունդ հաս չկա որ ուտեն։ Երբ կանգ առնել աշխատանքի մեջ։ Սրա համար էլ է պետք գիտություն, թե չէ, մարդը հասկանա բոլը աշխատես։ Հերիքա աշխատես, մանավանդ աշխատացնես։ Մի հատ դեպք պատմեցին ինձ, դե ես ականատես չեմ եղել, ես ուղղակի լսեցի։ Մի հատ քույրիկ ուսմա հաստղի մարդա կանչում օգնելու, դե ինչ կլի, չթանք մեր քրոջը օգնենք։ Մեկ էլ որ դերում օգտողի կան, ասենք մարդը մի մեշոկ աստղում են, հալի սնգնում են։ Նա անգամից քանի մեշոկ հնարավոր է մինչև կես գիշեր խեղճել մեջքերը ջարդված մի կերպ բրծան։ Էլ այդ տունը որ մի օր էլ ասի եկեք ինձ օգնեք, կեթա հաստղելու, ես չեմ էթա։ Այսինքն ոչ թե մարդ ընկավ ձերը չարաշա ինչքան կարաս, մեկ ասեց ուզես քեզ բարի քանի, ասում է ինչով քեզ օգնեմ, ուզում է քեզ 1000 դրամ տամ, մի անգամից այն չի կարելի, մի 5-6000 ուզել, ավելի շատ ուզել։ Էդի ճիշտ չէ։ Մի օր մեկը երեխին ուղարկել էր, եկավ ասեց սետրակ եղբայր մաման ասում է կարաս, չգիտեմ ինչքան փող տաս, մեկի, այդքան շատ չէր էլի։ Չեմ էլ հիշում ինչ առիթով, ասի առած ստարտում մամայի որ ուղարկել աստեղ ուրեմն պետքա։ Լավ դրից մեկի շերանց եկավ, կարաս մի 30,000 էլ տաս։ Դու ասի լավ իր ախոշակները տվածավ, դա հայ դեստեից։
Արդեն զգացի դու չարաշահում ես, այսպես մի եղեք, որ դուք կարողանաք բարձրաճակատ լինել։ Ուրեմն մենք խոսում ենք որպես հոգևոր մարդիկ ինչ որ բաներ անելու մարդկանց համար, չէ՞։ Քո տան անդամների համար էլ դու ունես բաներ անելու, որ պետք է անես, համաձայն եմ, նորից քո գիտության մեջ, ամբողջ աշխարհը շահես քո անձդ կորսվի, ումն է պետք քո արածը։ Հիմա մենք պետք է ունենանք մեր ընտանիքին ժամանակ տրամադրելու, ժամանակ քո ընտանիքի համար, երեխաներիդ ժամանակ տուր, հետո մեծանանք տեսնես որ դու կորցրել ես, ժամանակը թռավ դու ուշադիր չեղար, քո կնոջդ ժամանակ տուր, քո ծնողներիդ ժամանակ տուր, եթե ունես ծնողներ։ Այսինքն ինչ անում ես հոգևոր քո աշխատանքը տարա, բայց նրա համար չմոռանաս նրանց համար ժամանակ տրամադրել, որտեղ դրանք նույնպես կարևոր են։ Ինչպես արձագանքել քննադատությանը։ Մենք շատերս մի քիչ առաջ ինչպես ասացի, շատ արագ ենք վիրավորվում, կամ որ մեկը մի բան ուղղում է, մեր մոտ ասենք, ուղղում է, ասում է, այսպես ավ ճիշտ, այսպես արա կամ սխալ ես արել, անմիջապես վիրավորվում է։ Մի վիրավորվեք, էլի, շնորհակալությամբ ընդունեք, եթե մանավանդ դիտողությունը ճիշտ է, քո փառքից չընկար դու, բայց ուղղի, ի օգուտ քեզ է այդ, որովհետև հայտնի հանդիմանությունը ծածուկ սիրուց աղեկ է, այդպես է Աստծո խոսքն ասում։ Հանդիմանությունն էլ մենք կարողանանք ընդունել, էլի, այլապես այդ եթե ոչ դու հպարտ մարդ ես, որտեղ հպարտներն են արագ վիրավորվում, չեն ուզում հանդիմանություն ընդունել, կարող է սիրանք, ըսկի սխալ չունեն։ Մենք կարող ենք ունենալ տխրություն, մարդ ենք, էլի կարող է լինել, բայց առանց հուսահատվելու պետք է ունենանք սրա գիտությունը, կարող ենք ունենալ ուրախություն առանց գոռոզանալու։ Գիտությունը հպարտացնում է, բայց սերը շինում։ Աղոթքի մեջ պետք է հասկանանք կամ գիտենանք ինչպես աղոթքը բարձրաձայն աղոթել, երբ լռությամբ աղոթել։ Թե սրա համար գիտություն պետք չէ։ Հիմա հավաքվել ենք, մեր հավաքատեղն է, ասում ենք կանգնենք աղոթի, կանգնեցինք։ Մի անգամից բռնակում են Սուրբ Հոգով, բարձր աղոթել, բոլորը։ Մեկն էլ գիտություն ունի, կներեք։ Ասում է, բայց գրած ասում է, եթե կմտնեք ձեր հավաքատեղին, օտար լեզվով առանցին Աստծո հետ խոսիր, որտեվ քո կողքին մեկը կա, որ անգետի վիճակում է, կնայի հետ կլսի, ասի, սրանք ինչ եղավ, սրանք ցնդվեցին, սրանք դրա համար շինաբեր չէ։ Եթե թարգմանող կա, բարձր աղոթի դու թարգման, եթե չէ, Աստծո հետ առանցին խոսիր։ Սրա համար գիտություն է պետք։ Իսկ մարդ կա, մենակ մտածում է ինչքան բարձր բաղավեմ, այդքան երևում որ ես զորավոր եմ։ Կամ մի անգամ համացանցում գցել էին նույնիսկ հովիվների օտար լեզվի աղոթքներ, լրագրողները այդ ու քննադատում են այդ բառերը։ Նրանք ոչինչ չեն հասկանում, ու շատ քննադատել են։ Ես էլ լսեցի, ասի ախր ինչի դու այսպեսի բաներ չեք անում, էլի։ Դու ում համար ես աղոթում, մարդու Սուրբ Հոգու աղոթքը Աստծո հետ խոսալու համար է, ոչ թե աշխենի հետ։ Խոսի որ Աստված լսի, այնպես խոսի որ մյուսները չբերի ապարատը տնի գլխի ձայնագրի։ Կամ եթե զգում եք դրսից օտար մարդ կա քո մեջ, դու էլ աղոթքի մեջ շատ լավ ես, քեզ սիրում ես, ոնց ուզես վայելես, ախորժակի դանակ դիր։ Քո կողքի մարդը դա կարող է չհասկանալ եւ քննադատություն բերի թե քո եւ թե եկեղեցու վրա։ Խնդիրներ առաջանան դրանից։ Սրա համար գիտություն է պետք։ Գնա տունը մտի, ինչքան ձեն կա, գոռա պատերին աղոթի։ Բայց եկեղեցում քո աղոթքի դիր չափ եւ կանոն։ Սա պահանջում է իմաստություն։ Հիմա մի կարճ բացատրեմ գիտության խոսքի եւ իմաստության խոսքի վրա ու ավարտեմ։ Կներեք, մի քիչ կարող եմ 10 րոպե, մի քիչ կոմենտում դիմացեք։ Ինչ է գիտության խոսքը եւ ինչ է իմաստության խոսքը։ Երկուսն էլ Աստծո տրված բան են մեր մեջ։ Գիտության խոսքը այն է, որ ես չգիտեմ իրավիճակը, կարիք ունեմ, որ Սուրբ Հոգին ինձ հայտնի իմանամ։ Չգիտեմ ինչ է եղել։ Մինչև Տերը չասի, ես ո՞նց իմանամ ինչ է եղել։ Սա ասում է այն մասին, որ մեզ պետք է ունենալ գիտության խոսք, որը մեզ կարող է տալ Սուրբ Հոգին։ Օրինակ, Հիսուսը տեսավ սամարացի կնոջ ներսը, ի վիճակը, սկսեց խոսել։ Բացեց փակագծերը,
ասած գնա ամուսնուդ կանչի, ասես ես ամուսին չունեմ, ճիշտ է, 5 հատ ունես, այն 6-րդ էլ որ կա քոնը։ Այստեղ Հիսուսը ասեց բաներ, որ կինը ապշեց, ասեց ես որտեղից գիտի։ Արդյոք դու մարգարե ես, գնաց ամբողջ Սամարիան խառնեց իրար, հավաքեց, բերեց, լացեց, ասեց եկեք տեսեք, մի մարդ որ ինչ ես արել եմ, բոլորը գիտեր։ Սա գիտության խոսք էր։ Կամ մի ուրիշ օրինակ բերեմ։ Պետրոսը երբ որ տեսավ Անանիայի եւ Սափիրայի կատարածը, նրանց սուտը եւ կեղծիքը, որ Պետրոսը այնտեղ չէր որ տեսավ, բայց Սուրբ Օգին ցույց տվեց, թե նրանք ինչ արեցին։ Գիտության խոսքով նա բացահայտեց փակագծերը, իրավիճակը եւ այդ մարդիկ եկեղեցու առաջ ընկան մեռան։ Իրենց ստի եւ կեղծիքի համար, որ նրանք այդ սուտը ասել են Սուրբ Օգու դեմ, ոչ թե մարդու։ Նրանք արդեն ուզում են Սուրբ Օգուներ խափած լինեն։ Իսկ որն է իմաստության խոսքը։ Իմաստության խոսքը այն է, որ ես գիտեմ, բայց ինչ լուծում տամ դրան, այդ չգիտեմ։ Իմացա, որ կեղծիք կա, ինչ լուծում տամ, սրա համար պետք է իմաստության խոսք։ Ինչ ասեմ, որ խաղաղություն բերի։ Մարդը կնի կռվել են իրար հետ, գիտեմ, ասեցի, դուք իրար հետ վիճված եք։ Որտեղից իմացար։ Տերը հայտնեց։ Բայց ինչ ասեմ, որ բարի շեն, խաղաղվեն իրար հետ։ Սրա համար պետք է իմաստության խոսք, որը նորից տրված է նույն Սուրբ Հոգու միջոցով։ Երբ որ Տեր Հիսուսին մոտեցան, հիշում եք, որ կեղծ հարց տվեցին, թե կայսերին հարկ տանք, թե չտանք։ Նրանց հարցը ուներ երկու բնույթ, որ ասեր տվեք էլ խնդիր կար։ Եթե ասեր մի տվեք, խնդիր կար։ Մի դեպքում կայսերի հետ էր խնդիր առաջանում, մյուս դեպքում ժողովրդի հետ էր խնդիր առաջանում։ Հիմա Հիսուսը իմացավ նրանց սրտի եղածը, բայց պետք է նաև իմաստության խոսք։ Եվ Հիսուսը պատասխանեց իմաստությամբ։ Ասեց. «Մի հատ դայեկան ցույց տվեք»։ Ցույց տվեցին։ Ասացուն պատկերն ու գիրն է սրա վրա, ասացին կայսերի։ Դե դարեք կայսերին տվեք կայսերին, այն ինչ որ պատկանում է Աստծուն տվեք Աստծուն։ Լրվեցին ու ոչինչ չկարողացան խոսել, որովհետև այստեղ գործեց իմաստության խոսքը։ Հիմա մենք իմանալով հանդերձ, եթե չունենք իմաստության խոսք, ուրեմն մենք լուծում չենք տալիս։ Ամ գիտեիր, ամ չկարողացար հարցերը լուծել։ Ուզեցիր լուծել, ավելի խճճեցիր։ Պարզ է։ Կամ Սողոմոնի մոտ որ բերեցին այն երեխային երկու կին էին, չէ՞, գիշերը մեկի երեխան մահացել էր, Էլա նրա երեխին վերցրեց, իր մեռած երեխան դրեց, տեղը ասեց, ես հիմնա կռվում էին իրար հետ։ Եվ դարի իմացի որ նեմա դենք այլ չկար, որ ասենք դնթ անեին իմանային ում երեխան է։ Սողոմոնին պետք եկավ իմաստության խոսք։ Եվ ստացավ Աստծուց։ Ասես լավ, բերեք ես երեխին երկու մասի բաժանեք, կեսը տվեք սրան, կեսը դրան։ Ով խորտմանի ասում է, հա, արդար վճիրա։ Այն խոնողիլ, արա, բայց դու որ ասում ես, չճոգեսին, որ դες կիմանա որ դու իր մերը չես։ Իսկ այն մյուսն ասում է, չէ, իրան տվեք, մենակ երեխի դերք մի տվեք։ Ասած, թե որ երեխան այս կնոջնա։ Այստեղ պետք է լավ իմաստության խոսք։ Բարձա, իմանալ իրավիճակը այլ բան է, լուծում գտնել այլ բան է։ Իմանալու համար մեզ պետք է գիտության խոսք, լուծում տալու համար մեզ պետք է իմաստության խոսք։ Ինչ հեշտ էր, չէ, օրինակ ես սովորեցի, ես էլ դժվար մոռանամ ես։ Գիտության խոսքը բացահայտում է ինչ կա, իմաստության խոսքը ցույց է տալիս ինչպես վարվենք դրա հետ, որպեսզի ոչ միայն մարդը իմանա ճշմարտությունը, այլ նաև կարողանա քայլել դրա մեջ։ Առաջին Կորինթացի 12:8-ում ասում է, բայց մեզանից մեկին տրվում է հոգով իմաստության խոսք, մյուսին էլ նույն հոգով գիտության խոսք։ Այստեղ համոզվեցիք, որ այս երկուսը պարգև են Սուրբ Հոգուց գործող մարդու մեջ, որ տրվում է Սուրբ Հոգու միջոցով։ Եվ մենք Աստծո ճանաչելու հարցում, հոգևոր հարցում, մենք նորից ունենք կարիք հոգևոր իմացության, հոգևոր գիտության, Աստծուն ճանաչելու մեջ գիտություն, խորիմացություն եւ ուղղվածություն հավատքի մեջ, որ մարդը իմանա ինչպես ապրել Աստծո կամքով, որ մեր աչքերը բացվի ճշմարտության համար։ Պողոս առաքյալն ասում է, ես գիտեմ նրան, ում հավատացել եմ, կամ ես ճանաչում եմ նրան, ում հավատացել եմ։ Ես ճանաչում եմ Հիսուսին, որին ես հավատացել եմ։ Այդ ճանաչողությունը տրվեց նրան որպես գիտության խոսք, որպես իմաստություն։ Քանզի գիտեմ, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ նա զորավոր է պահելու իմ նրան հանձնածը մինչեւ այն օրը։ Ուրեմն գիտությունը Աստծո գործերը հասկանալն է, իմաստությունը այդ իրավիճակում ճիշտ լուծում տալը։
Ես որ այսքան կարծում եմ շատ էր քիչ չէր։ Հերավորտնից ես։